Արտем ջան, ինձ ճանաչող մարդկանց համար զարմանալի չէր, որ ես բիզնեսով սկսեցի զբաղվել, որովհետև իմ ընտանիքը, մասնավորապես հայրիկս, միշտ զբաղվել է բիզնեսով։ Մտածում էի գուցե IT ոլորտում իմ ուժերը փորձեմ, հետո ինքս ինձ խոստովանեցի, որ չէ, ես բացարձակ IT-ի հետ կապ ունեցող մարդ չեմ։ Միակ ներդրումը, որը արել եմ, հիմա գուցե մեզ լսող հետևորդները զարմանան, միակ ներդրումը, որը եղել է, դա եղել է $100 չափով լոգո եմ պատվիրել։ Եվ երկրորդ փոքրիկ ներդրումը եղել է, որ 4 վերնաշապիկներ ենք պատվիրել մեր լոգոներով, որպեսզի նկարահանումների գնալիս իմ թիմակիցները հագնեն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախը իմ կյանքում այնքան շատ կա, իսկ մինչև այդ ես երբևէ չեմ ունեցել Արցախի հետ կապ։ Այսինքն, հա, պատերազմի ընթացքում բնականաբար ցանկացած հայ յուրովի վերապրել է պատերազմը, ես դա չեմ բացառում, բայց իհարկե իմ էմոցիաները չեմ կարող համեմատել որևէ արցախցու ապրած էմոցիաների հետ։ Ես նայեցի վիդեոն, թերթեցի, լայք արեցի, շեյր արեցի, թերթեցի ու ինչ ա լինում հետո։ Լավ, Instagram-ում 10 լայք, թե 15 լայք, ի՞նչն է տարբերությունը։ Ես ինքս ունեմ այդ կախվածությունը, հետաքրքիր է քո տեսակետը։ Ինչի շատ լայք։ 10 կամ 15 լայքի տարբերությունը ինձ թվում է ստատուսի ձևավորումն է հասարակության աչքերում։ Բարև ձեզ հայեր, այսօր խոսալու բանկա Մանեի հետ Բարեգամյան, Մանեն հանդիսանում մեդիա մենեջեր եւ Ketchup Production-ի հիմնադիր։ Մանե ջան, ողջույն։ Ողջույն, Արտем ջան։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, կարծում եմ, որ շատ հետաքրքիր զրույց կստացվի։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, նախ շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես Հայաստանում ու հանդիպման առիթը հենց Երևանում է ստեղծվել, այնպես որ ես էլ եմ նույն ակնկալիքով։ Շատ հետաքրքիր է, որ դու հանդիսանալով երաժիշտ, օպերային երգչուհի, եթե չեմ սխալվում, հիմա մեդիա ոլորտում ես։ Ես էլ հանդիսանալով IT մասնագետ, հիմա քո հետ ոդկաստ եմ նկարում։ Ինձ հետաքրքիր է ոնց ստացվեց, գիտեմ, որ Arnews-ում աշխատել ես, հետո հիմնադրել ես Ketchup Production-ը, հետո նախագծեր, մի քիչ պատմի դրանց մասին։ Արտем ջան, 21-րդ դարում որևէ բան կանխատեսելը դա չափից ավելի բարդ է ու իհարկե ես ինքս էլ չեմ կարող ասել թե ոնց ստացվեց այդ ցիկլը, որ ես լինելով երաժիշտ ու ամբողջ կյանքում երաժշտությամբ զբաղվելով ու նաև մինչև հիմա, հա, դեռ երաժշտության մեջ փորձում եմ որևէ գործունեություն ծավալել, բայց այդքանով հանդերձ նաև փորձում եմ ակտիվ աշխատել մեդիա ոլորտում։ Այնպես ստացվեց, որ ունեի ձայնարարերի բավականին լուրջ խնդիր, որի պատճառով տևական ժամանակ պիտի բուժումներ ստանայի ու որոշեցի, որ այդ ժամանակ 20 տարեկան էի, 19-20 տարեկան էի ու որոշեցի, որ ես պատրաստ չեմ տարիներով, ամիսներով նստել տան ու սպասել, թե երբ եմ լավանալու, ինձ աշխատել է պետք։ Ու այդպես շատ պատահաբար հեռուստատեսությամբ տեսա, որ Arnews հեռուստաընկերությունը կաստինգ է կազմակերպում հաղորդավարների ու եթերում գտնվող մարդկանց համար, որոշեցի մասնակցել ու պատահականության սկզբունքով ունեցա հնարավորություն Arnews-ում աշխատելու։ Բավականին մեծ փորձառություն կուտակեցի ու երբ որ հետ եմ նայում, լիարժեք հասկանում եմ, որ եթե այսօր ես մեդիայում կարողանում եմ որևէ ձևով գործունեություն ծավալել, ունեմ պրակտիկա, ունեմ գիտելիք, դա բացառապես Arnews-ի աշխատանքի շնորհիվ է։ Arnews-ը փակվեց, եթե չեմ սխալվում։ Ցավոք, հա, Arnews-ը որպես հեռուստաընկերություն լուծարվեց եւ իհարկե լուծարվելուց շատ ավելի քիչ առաջ ես աշխատանքից դուրս եկա, հասկանալի պատճառներով դա պատերազմից եւ COVID-ային իրավիճակից հետո էր, այսինքն 2 տարի առաջ մոտարապես այս ժամանակներում։ Arnews-ը այլևս չկա, բայց Arnews-ից մնացած բավականին շատ հետաքրքիր կադրեր կան, պրոդուկտներ կան, որոնք մինչև օրս ինչ-որ տրանսֆորմացիաների են ենթարկվել ու դեռևս գործում են։ Arnews-ում դու ինչ գործունեություն ես ծավալում։ Arnews-ում ամենասկզբնական этаպում ինձ ընդունել էին որպես եթերային թողարկիչ։ Հիմա գուցե շատերը զարմանան, բայց հա, առաջին բաժինը, որտեղ որ աշխատել եմ Arnews-ում, դա եղել է եթերային բաժինը ու հետաքրքիրն է, որ ես շատ արագ կարողանում էի տրանսֆորմացվել։ Եթե կադրերի բաժնում կամ լրագրության բաժնում որևէ մեկը բացակայում էր, եթե կար առիթ եւ անհրաժեշտություն որևէ մեկին փոխարինելու, ինձ ուղարկում էին այդ բաժին ու ես շատ արագ սովորում էի աշխատանքը ու փորձում էի փոխարինել։ Դա էլ եղել է երևի ամենամեծ փորձառություն կուտակելու հնարավորությունը ինձ համար,
որովհետև պատտվելով շատ տարբեր բաժիններում վերջապես հաստատվեցի որպես լրատվական թիմի գծային պրոդյուսեր եւ այնուհետև ունեի նաեւ իմ հեղինակային ծրագիրը, որը կոչվում էր Կանգառ մշակութային նախագիծ։ Դա հաղորդումների, հարցազրույցների շարք էր, որտեղ հանդիպում էի մի շարք հայտնի մշակութային գործիչների հետ ու իրենց հետ անում էի հարցազրույցներ։ Ինձ շատ հետաքրքիր է տանցումը Armnews-ից Ketchup Production։ Ուզում հասկանամ Armnews-ի փակվելու ֆակտորը խթան հանդիսացավ, թե դու այդ միտքը ունեիր, որ ինչ որ պայից սկսած դու պետք է քոնը հիմնես ու քո բիզնես ունենաս։ Արտեմ ջան, ինձ ճանաչող մարդկանց համար զարմանալի չէր, որ ես բիզնեսով սկսեցի զբաղվել, որովհետև իմ ընտանիքը, մասնավորապես հայրիկս, միշտ զբաղվել է բիզնեսով ու ես տեսել եմ բիզնես մտածողություն, բիզնես ձևաչափ, կարելի է այդպես էլ ասել, ու Armnews-ում դեռ աշխատելու ժամանակ դա երևի այդ միտքն առաջացել է ինձ մոտ պատերազմի ժամանակվանից, որ ռեալ գիտակցում էի, որ ցանկացած րոպեի հասկանալի իրավիճակներով, հա, ինչ որ չափով կանխատեսելով քաղաքական նաև COVID-ային, հա, համաճարակային իրավիճակը հասկանում էի, որ ոչինչի վրա հույս դնել չես կարող ու երևի թե այդ ժամանակվանից սկսեցի մտածել անձնական բիզնեսի մասին ու այդ ընթացքում այդ բիզնես դպրոց էի գտել, որտեղ հաճախում էի դասերի ու խմորումներ էին ինձ մոտ տեղի ունենում։ Եվ երբ պատերազմի ավարտից հետո հասկացա, որ արդեն Armnews-ը կամաց-կամաց լուծարվելու ճանապարհին է, փորձեցի հասկանալ, թե ինչ կարող եմ անել։ Իմ մոտեցումը բիզնեսին եղել է, թե ես ինչով եմ ուզում զբաղվել, չէ, բացարձակ այդ մոտեցումը չի եղել, այլ ընդհակառակը։ Ես փորձել եմ հասկանալ, թե ինչ կարող եմ անել, ինչն է ինձ մոտ լավ ստացվում, որտեղ եմ ես ավելի փորձված ու մոտավորապես production-ը դա մոտավորապես Armnews-ի գծային պրոդյուսերի գործունեության ավելի համակարգված ու փաթեթավորված տարբերակն է բիզնեսում։ Գիտես ինչն է նաև շատ հետաքրքիր, այդտեղ երևի կա ինչ-որ հոգեբանական ֆակտոր էլ, որովհետև իմ օրինակից գիտեմ, ես աշխատող եմ պայմանագրային, նաև ունեմ պրոյեկտներ, բայց այդ անցումը անելը միշտ դժվար է, որովհետև ընդ եկա պատասխանատվության ֆակտոր, հրաժարվում է ստաբիլությունից, չէ, որովհետև որ պայմանագրային աշխատող ես, ինչ որ ստաբիլության ֆակտոր կա, բայց նշեցիր, որ այդ ֆակտորը երևի ավելի արդեն հետ էր նահանջել, որովհետև COVID, պատերազմ, քո մոտ այդ խոչընդոտներ ասեմ, թե ինչ որ խանգարող հանգամանքներ կային, որ այդ անցումը կատարեիր։ Հա, իհարկե, հոգեուզական տեսանկյունից եթե նայեմ, իհարկե, որովհետև ստաբիլությունից երբ որ հրաժարվում ես, դա բավականին մեծ սթրեսային իրավիճակ է։ Եթե ես մինչև այդ ունեի հա իմ ամսական հաշվարկը ամսից ամիս, երբ դու գիտես, որ ունենում ես եկամուտներ ամսական կտրվածքով ու երբ այդ եկամուտը կախված է լինում բացարձակապես քեզանից ու քո աշխատանքից ու նաև ինչ որ չափով հավանականությունից, դա շատ բարդ է, բայց Armnews-ից օֆիցիալ դուրս եմ եկել փետրվար ամսին եւ բիզնեսս հիմնել եմ ապրիլին։ Այսինքն անցումը բավականին արագ է եղել, այդ ընթացքում իմ կենտրոնացումը եղել է իմ մտքերը հավաքագրելու, ավելի հստակեցնելու վրա, թե ես իսկապես ինչ կարող եմ անել եւ մի լավ գործընկեր ունեի, ում հետ շատ խորհրդակցում էի ես հարցի շուրջ ու մի օր ասաց ինձ մանե նոր հեծանիվ հայտնագործել քեզ բացարձակ պետք չի, այն ինչ որ դու շատ լավ կարողանում ես համակարգել ու կազմակերպել, նույն գործառույթը կարող ես անել բիզնեսում ու արդյոք պատկերացրու, որ երբ 0 ներդրումով սկսեցի Ketchup-ը, որովհետև իսկապես ոչ մի սկզբնական լուրջ գումարներ չենք ներդրել պրոյեկտի մեջ, 0 ներդրումով երբ որ սկսեցի, հասկացա, թե ինչքան հետաքրքիր արձագանք կա մարդկանց կողմից։ Մարդիկ հետաքրքրվում էին, մարդիկ վստահում էին, որ ինձ համար բավականին հետաքրքիր էր, որովհետև մարդը, բացի ինձ հեռուստատեսությունով հարցազրույց անելուց, այլ ոլորտում, հա, այլ աշխատանք կատարելիս չի տեսել, ու թե ինչպես են ինձ վստահում որևէ պրոյեկտ, որևէ տեսահոլովակ նկարել, ինձ համար դա համապատասխանատու էր, համ շատ ուրախանում էի այդ ամեն ինչից, բայց համ էլ շատ լարվում էի, որովհետև հասկանում էի, որ ես գործ ունեմ անձնային բրենդի հետ, եւ ոչ միայն անձնային բրենդի, այլև արդեն կազմակերպության բրենդի հետ, որը շատ-շատ ապարտավորեցնում, մի քիչ անգամ լարում, բայց ինձ թվում է ինչ որ չափով որ բիզնեսը սկսել ես 0 ներդրումով, դրա մասին անպայման ուզում եմ խոսենք, բայց մինչև այդ մի հարց ունեմ, պատմեցի, որ Armnews-ում փորձ ես հավաքել տարբեր պրոյեկտների շրջանակներում ու սկսեցիր քո բիզնեսը։ Ինչ որ պահ եկա, որ դու հասկացար, որ մասնագիտորեն դու արդեն պատրաստ ես,
թե ուղակի գերմանացու ասած թռար սառը ջրի մեջ ինչ կլինի։ Երբ ինձ այս հարց տալիս են, ես ասում եմ, ես սկսել եմ բիզնես անճարությունից։ Ասեմ ինչու, որովհետև COVID-ից ու հատկապես պատերազմից հետո ինձ թվում է մարդիկ, ովքեր ապրում էին Հայաստանում, շատ լավ կհիշեն այդ ընթացքը, հունվար-փետրվար ամիսներին շատ մեծ կրճատումներ սկսվեցին առհասարակ ցանկացած աշխատանքային ոլորտում։ Ու երբ ես փորձում էի նոր աշխատանք գտնել իմ երաժշտի կրթությամբ եւ փոքրիկ մեդիա փորձով ռեալ գիտակցում էի, որ իմ հնարավորությունները շատ քիչ են մեդիա դաշտում որևէ նոր ու հետաքրքիր աշխատանք գտնելու ու քանի որ 2 ամսվա կտրվածքով, հա, եթե հաշվենք փետրվար, մարտ, ապրիլ, 2 ամսվա կտրվածքով եթե նայենք, ես 2 ամիս շարունակ փորձեցի աշխատանք փնտրել շատ տարբեր ոլորտներում, մտածում էի որևէ նոր բան սովորելու մասին, ինչպես ցանկացած իրեն հարգող երիտասարդ, մտածում էի գուցե IT ոլորտում իմ ուժերը փորձեմ, հետո ինքս ինձ խոստովանեցի, որ չէ, ես բացարձակ IT-ի հետ կապ ունեցող մարդ չեմ, ու այնպես ստացվեց, որ հասկացա, որ կամ հիմա անում եմ այնինչ կարող եմ, դիմում եմ ռիսկի ու ինչ կլինի, կամ ավելի վատ երկով եմ գնում։ Առաջին քայլը ո՞րն է։ Առաջին քայլը էր, որ ուղղակի թղթի վրա գրեցի, թե ինչ կարող եմ անել, ինչ ծառայություններ կարող եմ մատուցել ու հիմնականում դա էր, որ կարող եմ կազմակերպել ցանկացած տեսակի նկարահանում, հարցազրույց, քանի որ դրանք են գիտելիքներն են, որը ամենալավը սպայդրությամբ ունեմ։ Ընդհանրապես նշեցի մի քանի ծառայություն, հասկացա, որ այդ պայդրությամբ շատ գումար չունեմ, որպեսզի ներդնեմ, ասենք հազարավոր դոլարներ հաստատ չէի կարող ներդնել։ Ու որոշեցի հասկանալ ոնց կարելի է միջնորդային բիզնեսը ճիշտ փաթեթավորել ու որպես լավ ծառայություն մատուցել մարդկանց։ Միակ ներդրումը, որը արել եմ, հիմա գուցե մեզ լսող հետևորդները զարմանան, միակ ներդրումը, որը եղել է, դա եղել է $100 չափով լոգո եմ պատվիրել, եւ երկրորդ փոքրիկ ներդրումը եղել է, որ 4 վերնաշապիկներ ենք պատվիրել մեր լոգոներով, որպեսզի նկարահանումների գնալիս իմ թիմակիցները հագնեն։ Իմ դեռևս կատարած միակ ներդրումը դա է եղել։ Դրանից հետո բիզնեսը արդեն սկսել է աշխատել իր համար, այսինքն ստացված շահույթից նաև ունեցել ենք տոկոսային չափաբաժին, որը ներդրվել է բիզնեսում։ 4 հատ վերնաշապիկ ու ընդամենը լոգո, չէ՞։ Այո։ Հիմա շատ մարդիկ նայում են ու մտածում են, լավ, իրանք էլ են ուզում բիզնես սկսեն, ունեն $100, կարան պատվիրեն 4 շապիկ ու մի հատ լոգո։ Բա հետո պետքա գտնել հաճախորդ, չէ՞, հաճախորդին համոզել, որ դու այդ գործը կարաս անես ու կանես լավ։ Հա, իհարկե, համաձայն եմ, բայց այստեղ շատ մեծ դեր ունի անձնային բրենդը, քանի որ ես բավականին ակտիվ եմ բոլոր հնարավոր սոցհարթակներում, Facebook-ում ունեմ բավականին շատ ընկերների ցուցակ, անցած տարվա իմ Instagram-յան տվյալներով մոտավոր 15000 հետևորդ ունեի Instagram-ում, բայց այդ էջը փակեցի հասկանալի պատճառով։ Այդ պահի դրությամբ ես կարող էի հնարավոր բոլոր ակտիվ գործիքները եւ սոցցանցային գործիքներն ու հնարավորություններն օգտագործել իմ բրենդի մասին պատմելու համար, ծառայությունները ներկայացնելու համար ու հիմնականում այդպես էլ արել եմ։ Եթե օրինակ հիմա ինձ հարցնես, թե ինչպես եմ վաճառք կազմակերպում, ես կարող եմ ասել, դրանք հիմնականում արվում է կամ LinkedIn-յան հարթակում, գործարարների հետ տետատետ հանդիպման դուրս գալու նպատակով, կամ ինչպես ասում են, սարաֆանային ռադիոյի միջոցով, ինչ որ մեր հաճախորդը պատմում է մեկ այլ հաճախորդի ու հիմնականում խորհրդի կարգով դիմում են մեզ ու այս պահի մենք դեռ չկանք 2 տարեկան, քեչափը դեռ չկա 2 տարեկան, ապրիլին նոր կդառնանք 2 տարեկան եւ ես կարող եմ ասել, որ մենք բավականաչափ լուրջ աշխատանք ենք կատարել, համագործակցել ենք շատ լուրջ կառույցների հետ ու որով ես իհարկե հպարտանում եմ, բայց նաև այնքանով ես ապարտավորեցնում, որ եթե մենք այս պայծրությամբ ունենք այս նշաձողը, պիտի դա ոչ թե անգամ նույն հարթության վրա պահենք, այլ դա պիտի միայն ու միայն բարձրացնենք, ապահովելով լավ որակ, ապահովելով կրեատիվ եւ փորձ ցույց է տալիս, որ այսօր հաղթում է կրեատիվը։ Եթե մի նախադասությամբ նկարագրես քեչափը, ինչ է անում։ Նպատակը ո՞րն է։ Գործառույթները նկատի ունես։ Բայց կարճ, եթե լակոնիկ ներկայացնելու լինես։ Էմոցիա տալի մարդկանց, լուսաբանում է։ Ավելի շատ գործիք է, որը օգնում է մարդկանց լուսաբանել իրենց բիզնեսի մասին։
Իսկ ասենք զարթնեցիր, առավոտը սուրճը դրեցիր, խմեցիր ու գիտես որ պետք է աշխատանքային օրը սկսվի։ Քո մոտիվացիան ո՞րն է։ Կխափեմ, եթե ասեմ, ես մոտիվացիա ունեմ աշխատանքային օրվա սկզբում որևէ բան անելու։ Այստեղ հաղթում է դիսցիպլինան, ես շատ եմ խոսում դիսցիպլինայի մասին, բայց եկել եմ այն եզրակացության, որ մոտիվացիան, եթե չեմ սխալվում, մենք միասին ենք խոսել այս թեմայի մասին, որ մոտիվացիան դա էմոցիոնալ ու հոգեհուզական հարթակում գտնվող, հա, մի զգացողություն է, եւ դրա համար ես չեմ կարող ասել, որ ես ամեն առավոտ ունեմ մոտիվացիա։ Ոչ, իհարկե, ես էլ եմ մարդ ու օրեր կան, որ ես շատ հոգնած եմ, օրեր կան, որ անտրամադիր եմ, գուցե ուղղակի հավես չունեմ։ Այստեղ օգնում է դիսցիպլինան։ Եթե ես հստակ գիտեմ, որ ունեմ աշխատանք, որովհետեւ ինձնից կախված է նաեւ իմ թիմակիցների աշխատանքը, ես պարզապես արթնանում եմ ու անկախ իրավիճակից անում եմ իմ աշխատանքը։ Ու դիսցիպլինար վերաբերմունքը ինձ օգնում է ինչ որ չափով հաջողություններ գրանցել, ես այսպես կարող եմ ձևակերպել։ Շատ հետաքրքիր միտք ես ասում, որովհետև նայում էի քո հարցազրույցներից մեկը ռադիոյին տված, այնտեղ էլ այդ միտքը ասեցիր, ու այդ միտքը առաջի անգամ լսել եմ շատ տարիներ առաջ մի գերմանացի ընկերոջից, ու շատ էի տպավորված, որ հենց նույն բառերը ոնց որ դու ես ասում, որ մոտիվացիան էմոցիոնալ հիմք ունի, իսկ դիսցիպլինան ավելի պերմանենտ է, չէ՞։ Հիմա գիտեմ զբաղվում ես նաև այլ պրոյեկտներով, եթե մի քիչ պատմես դրանց մասին, այնտեղ շատ հետաքրքիր թեմաներ կա, որ կուզեմ զրուցենք։ Իհարկե, մինչև բայց պրոյեկտներին անդրադառնալը մի բան էլ ավելացնեմ, օրինակ ես լինելով ավելի մշակույթի մեջ գտնվող մարդ, երաժշտությամբ ապրող մարդ, միշտ հիշում եմ, թե իմ մայրիկը ինչքան է ինձ նախատել ոչ պարտաճանաչ լինելու համար, բայց պարտաճանաչությունն ու դիսցիպլինար վերաբերմունքը իմ մեջ դաստիարակել է առնյուզը։ Ես չեմ կարող դա բացառել, ես դա ասում եմ ու ես շնորհակալ եմ, որովհետև այն դիսցիպլինան, որը հիմա կա իմ կյանքում, ինձ միայն ու միայն օգնում է, միայն ու միայն։ Իսկ ինչը վերաբերվում է նոր պրոյեկտներին, այո, ես օրեր առաջ ստացա առաջարկ անդամակցելու Ֆրոնտ Արցախ պրոյեկտին, որի համար ոչ միայն չափազանց ուրախ եմ, այլ նաև շատ պարտավորված, որովհետև կարծում եմ, այս վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախը իմ կյանքում այնքան շատ կա, իսկ մինչև այդ ես երբևէ չեմ ունեցել Արցախի հետ կապ։ Այսինքն, հա, պատերազմի ընթացքում բնականաբար ցանկացած հայ յուրովի վերապրել է պատերազմը, ես դա չեմ բացառում, բայց իհարկե իմ էմոցիաները չեմ կարող համեմատել որևէ արցախցու ապրած էմոցիաների հետ։ Ու վերջին մեկ ամսվա ընթացքում թե ինչքան շատ է շրջանառվել Արցախը իմ կյանքում, ինձ թվաց, որ այս առաջարկը երևի են փոքրիկ, հա, իմ կողմից փոքրիկ օգնությունն է կամ իմ պարտավորությունն է, որը ես ունեմ Արցախի հանդեպ, եւ դրա համար չմերժեցի, այս պահին անդամակցել եմ Ֆրոնտ Արցախ պրոյեկտին, հանդիսանում եմ իրենց մեդիա պատասխանատուն, թիմի մեդիա ղեկավարմամբ եմ զբաղվում եւ դրա համար շատ ուրախ եմ։ Ինչ նպատակ ունի Ֆրոնտ Արցախը։ Ֆրոնտ Արցախի նպատակն է բոլոր հայրենասեր, գաղափարակից մարդկանց հավաքագրել մի հարթակում, ովքեր որ դեմ են, որպեսզի Ադրբեջանի իմաստ դառնա մեր Արցախը։ Եթե դուք դեմ եք այդ մտքին, ապա դուք հանդիսանում եք մեր գաղափարակից։ Դեռևս սա է ամբողջ գաղափարախոսությունը պրոյեկտի, ու այս պահին այն ինչ որ մենք անում ենք, դա հնարավորինս բոլոր տարբերակներով լուսաբանել արցախյան կյանքը, արցախյան խնդիրները եւ ոչ միայն Հայաստանի հանրության համար, այլ նաեւ եվրոպական հարթակներում օտարերկրացիներին պատմելու համար, թե որտեղ է Արցախը եւ ինչ խնդրի առջեւ են կանգնած մարդիկ այսօր 21-րդ դարում։ Բացի լուսաբանից մի հատ հարց ունեմ, ինքը շատ երևի թե նուրբ հարց է, բայց պետք է տամ թվերի մասին մի քիչ, որովհետև քո հետ զրուցելուց հետո իմանալով Ֆրոնտ Արցախի մասին, հետևում եմ Ֆրոնտ Արցախին ու շատ տպավորիչ թվեր ունեն, օրինակ ասենք 200,000-ից 20 մինչև 1,5 միլիոն դիտումներով վիդեոներ կան, բայց տեսա շատ ցավոտ մի հատ հարց առաջանում ինտերակտիվ լինելու ֆակտորը։ Ես նայեցի վիդեոն, թերթեցի, լայք արեցի, շեյր արեցի, թերթեցի ու ինչ է լինում հետո։ Այսինքն ոնց է այս լուսաբանումը կոնվերտացիա արվել ինչ-որ ինտերակտիվ process-ի, որ բացի մեդիա ու կոնտենտ տալուց այլ process-ներ սկսվեն։
Արտեմ ջան, շատ հետաքրքիր հարց է։ Այս ամեն ինչի նպատակը նաև ինչ որ չափով Արցախյան կյանքին նպաստելն է, զարգացնելով Արցախը կրթական ծրագրերի միջոցով, միգուցե շատ այլ ծրագրերի միջոցով։ Իսկ ինչը վերաբերվում է կոնտենտին, այո, մենք տալիս ենք այսօր կոնտենտ, որը պատմում է Արցախյան կյանքի մասին, ու ցավոք սրտի սոցցանցային ալգորիթմները, հա, օրինակ Facebook-յան ալգորիթմը, Instagram-յան կամ LinkedIn-յան շատ տարբեր են աշխատում, չի կարելի համեմատել։ Օրինակ ամենալավ արդյունքները ունենք Instagram-ում, որովհետև Reels-ային ալգորիթմը բավականին լավ է աշխատում, գուցե մենք ունենանք 200,000 դիտում, չգիտեմ, 6,000 լայքով, բայց հետևորդների քանակը լինի քիչ, խնդիրն առնում է, որ մարդիկ ուղղակի երբեմն չեն գալիս էջ, որպեսզի հետևեն կամ հա, տեսնեն թե ինչ է կատարվում էջում, բայց ես վստահ եմ, որ շուտով ավելի շոշափելի առաջարկներ կունենանք մենք մարդկանց համար, այս պայծրությամբ դեռ փորձում ենք հավաքագրել ամբողջ մարդկանց եւ հայրենասերների բազան։ Շատ կարևոր գործ եք անում ու շատ լավ պրոյեկտ է Front Արցախը ու ես անձամբ շատ ուրախ եմ, որ դե թիմի անդամ ես ու վստահ եմ, որ շատ լավ գործ կանեք։ Ինչի ինտերակտիվության մասին խոսացի, որովհետեւ ես ինքս որոշ պրոյեկտների մասնակցել եմ Գերմանիայում, որտեղ հանդիսանում էի IT մասնագետ ու անալիզ էինք անում ստատիստիկ տվյալները մարքեթինգային։ Շատ հետաքրքիր կոնցեպտ կար, ուզում եմ անպայման դրա մասին զրուցենք ու քո տեսակետը լսեմ։ Կոնցեպտը հետևյալն էր, այդ հաճախորդը, որ ունեինք, մեդիայում տարբեր հարթակներում ունեին 10 միլիոնից ավել հետևորդներ, ու երբ որ ինչ-որ մի հատ վիդեո կամ հաղորդում էր արվում, իհարկե ուղիղ եթեր, հաղորդավարը կամ ինչ-որ մասնագետ, ինչ-որ պրոդուկտի մասին խոսում էր, ինֆորմացիա էր տալիս, ու այդ ընթացքում մենք ուղիղ եթերի ընթացքում անալիզ էինք անում դիտողների ու հետևորդների տրամադրությունը, ցանկությունը, միտվածությունը ու ռեժիսորին ես հուշում էի, որ այս թեման հետաքրքիր է կամ այս թեման հետաքրքիր չի, ռեժիսորը հուշում էր հաղորդավարին ու հաղորդավարը ուղղություն էր տալիս հաղորդմանը, թեման շարունակվի, թե այլ թեմա ու այդ կոնցեպտը առաջի անգամ, երբ որ ես մասնակցեցի այդ պրոյեկտին, շատ դուրս եկավ ու անընդհատ դրանից հետո ամեն անգամ, երբ որ Հայաստանի իմ գործընկերների կամ ընկերների հետ զրուցում եմ մեդիա դաշտից, անպայման այդ օրինակը պատմում եմ, ուզում եմ հասկանամ արդյոք Հայաստանում կա դրա նման որևիցե կոնցեպտ կամ արվում է, ու եթե չի արվում, ինչի, հեռանկարում կարվի, թե չի արվի, ու մի հատ էլ կարճ օրինակ եմ ուզում ասեմ ինտերակտիվության ու արդեն կխնդրեմ դու քո ֆիդբեքը տաս այդ թեմայի մասին։ Օրինակ կա խոհարար, չէ, Վարդանը, Վարդանին գիտես, Իմ շատ սիրելի խոհարար։ Ես էլ եմ իրեն շատ սիրում, ինչն է իր մոտ ինձ շատ դուր գալիս ու ինտերակտիվության մասը, որ նախ ինքը շատ անմիջական է, շատ պարզ է անում ամեն ինչ, եւ երկրորդը այն կարճ նախադասություն, որ ասում ես կեսնել քեզ, արի գնանք իրար հետ սարքենք, ինչ շատ կարևոր ինտերակտիվության ինքը ֆակտոր է դնում այդ բանի մեջ, կոնտենտի մեջ, որ դու միանգամից անկախ քեզանից համարում ես քեզ process-ի մեջ ներգրավված։ Համաձայն եմ։ Կուզեմ դրա մասին մի քիչ քո կարծիքը ասես։ Ինչը վերաբերվում է Վարդանին, ինձ թվում է Վարդանի նախ բլոգերների այցեքարտը ինչու՞մն է, որ իրենց անձնային բրենդն են ներկայացնում ու արդեն իսկ հա բլոգինգի ամենաառաջին րոպեից իրենք ունեն իրենց բարեկամներին, հարազատներին, ովքեր աջակցելու հիմունքներով փորձում են իրենց հետևել։ Դա արդեն բավականին մեծ հնարավորություն է, իսկ օրինակ գլոբալ ավելի մեծ պրոյեկտների պարագայում պրոյեկտը պիտի այնպիսի կոնցեպտով մատուցվի, որպեսզի կարողանաս, այո, երբեմն նաև անալիտիկա անել, հաշվարկել, թե օրինակ մարդիկ ինչ կոնտենտ են ուզում տեսնել, թե ինչ է պետք տալ, եւ բացի դա, օրինակ եթե հիմա անդրադառնանք մեր Front Արցախ պրոյեկտին, այստեղ մոտեցումները այլ են։ Նախ մենք խոսում ենք Արցախյան հիմնախնդրի մասին, որտեղ ոչ միայն յուրահատուկ մոտեցումներ է պետք, այստեղ պետք է նաև շատ գիտական մոտեցում, այսինքն դու չտիրապետելով իրավիճակին պատմությանը, չես կարող ճիշտ կոնցեպտով ներկայացնել մարդկանց ու հանրությանը խնդրի մասին։ Այստեղ սպეციფიկ մոտեցում կա։ Բացի դա, ինչը վերաբերվում է ստատիստիկաներին ու անալիտիկային, այո, մենք ունենք մասնագետ, ով ամեն շաբաթվա վերջում փորձում է հավաքագրել բոլոր սոցհարթակների ստատիստիկան եւ մենք փորձում ենք հասկանալ, թե որ կոնտենտն է ավելի շատ նայվում եւ մեզ որ ուղղությամբ է պետք շարունակել, բայց քանի որ ես դադարել եմ որևէ
կանխատեսումներ անել ես հարցի շուրջ, Արցախյան հիմնախնդրի մասին։ Օրինակ մենք չենք կարող գրել 1 տարվա աշխատանքային պլան եւ շարժվել այդ պլանով, որովհետեւ րոպե առ րոպե իրավիճակ է փոխվում։ Չգիտես թե 5 րոպե հետո ինչ կլինի ու թիմը պիտի պատրաստ լինի ադապտացվելու եւ տրանսֆորմացվելու։ Այստեղ ամենամեծ բանալին սա է, որ ցանկացած թիմակից պրոյեկտի շրջանակումով կա, պիտի ցանկացած պահի պատրաստ լինի որևէ զարգացման։ Ինձ թվում է ստատիստիկաները լավ իմանալով ամեն դեպքում պիտի գործենք իրավիճակային։ Նման պրոյեկտների պարագայում ավելի իրավիճակային մոտեցում է պետք, ըստ այդմ հասկանալով մարդկանց հոգեհուզական դաշտի զարգացումները ու նաև մի քիչ քաղաքական դաշտին ծանոթ լինելով հասկանալ թե ինչ մոտեցում է պետք։ Բայց իդեպ ես երբևէ չէի լսել նման պրոյեկտի մասին, հա, այսինքն ինչ այդ օրինակը, որի մասին դու խոսեցիր, ինձ շատ հետաքրքիր է եւ ես հետո կխնդրեմ, որպեսզի ինձ ավելի մանրամասն պատմես, որովհետեւ ես միշտ փորձում եմ իմ դրսում ապրող ընկերներից հարցնել, թե ինչ մեթոդներով են իրենք աշխատում, որպեսզի մենք էլ կարողանանք ժամանակին համընթաց շարժվել։ Անպայման կպատմես։ Սիրով կպատմեմ ու ինչի համար նաև կուզեմ դրա մասին ավելի մանրամասն միգուցե զրուցենք արդեն կադրից դուրս, որովհետև չնայած որ արցախյան թեման շատ բարդ թեմա է մեր համար, դժվար թեմա է, ու շատ արագ փոփոխվող, ոնց որ դու նշեցիր, ու կոնցեպտը կարա լինի տարբեր, չէ, այլ ավելի ճիշտ, բայց մեկը գործիքները կարան լինեն նույնը։ Ու ես շատ անգամ մտածում եմ, որ աշխարհում արդեն կան շատ լավ գործիքներ, հենց նույնը այն օրինակը, որ ես պատմեցի, որը որ մենք մեր երկրում միանշանակ կարանք օգտագործենք։ Այսինքն այդ գործիքները արդեն փորձված են, արդեն օգտագործվել են, չէ, այլ երկրներում ու մենք կարանք օգտագործենք։ Ու տեղից ուզում եմ անցնենք հենց այն թեմային, որ մեդիա դաշտով կարելի է ինչ-որ գործիքների միջոցով կարելի է ազդել հասարակության մտածելակերպի վրա կամ вообще մեդիա հոգեբանություն հասկացողություն կա թե չկա ու արդյոք կիրառվում է թե չէ։ Սովորաբար, այո, մեդիա հոգեբանություն եզրույթը օգտագործվում է, որովհետև եթե կան լուրջ ծրագրեր, պրոյեկտներ, օրինակ, քաղաքական որևէ լուրջ պրոյեկտ դիտարկենք, այս պահին իհարկե որևէ օրինակ չեմ բերի, բայց եթե այդ քաղաքական պրոյեկտը միտում ունի որևէ հարց լուծելու քաղաքական դաշտում, անպայման թիմում ներգրավում են հոգեբաններ, որովհետև հոգեբանական ճիշտ մոտեցումը, հոգեբանորեն ներազդեցությունը մարդու վրա տալիս է մեդիային մի քիչ այլ մոտեցումներ, որով դու կարող ես ցանկացած արդյունքի հասնել։ Հայաստանում ցավոք սրտի մեդիա գործիքները մի քիչ այլ են, քան Գերմանիայում չեմ կարող համեմատել եւ այստեղ արդեն հեռուստատեսային ոլորտը զիջում է իր դիրքերը ավելի ինտերնետային ոլորտին, այսինքն ցանկացած տեսակի հաղորդումներ, եթերներ կան, բայց դրանք այլևս հեռուստատեսային ֆորմատով չեն։ Հիմա ոչ ոք, այսինքն մի փոքր զանգվածին եթե չհաշվենք, հա 20-30%-ին եթե չհաշվենք, մեծամասամբ երիտասարդներից մի քիչ ավելի, հա մինչև 40-50 տարեկան հեռուստադիտողները այլևս հեռուստացույցով չեն նստում եւ հարցազրույց չեն նայում։ Այն մարդիկ, ովքեր գիտեն հեռախոսից կամ ինտերնետից օգտվել, իրենք նախընտրում են շատ ավելի հեշտ տարբերակով, չգիտեմ, նույն հաղորդումը լսել ականջակալներով, գործանելիս, խնայելով եւ ժամանակ, եւ ռեսուրսներ, այսինքն շատ է փոխվել կոնցեպտը ու մոտեցումները ու այստեղ էլ բնականաբար, հա, դիրքերը զիջելուց հետո նաեւ այլ մոտեցումներ են մտածվել, թե ինչպես ինտերնետային տիրույթներում կարելի է մարդկանց լարված պահել։ Օրինակ, այսօր TikTok-ը ահռելի մեծ քայլերով առաջ է գնում ու եթե մենք դիտարկենք TikTok-ի ստատիստիկաները, փաստացիորեն ամենա անհասկանալի կոնտենտը այնտեղ կարող է ունենալ ահռելի մեծ դիտումներ եւ դա արդեն իսկ ազդում է ամբողջ հասարակության վրա։ Կամ մի օրինակ բերեմ, հա, Instagram-յան կյանքը, Instagram-յան աղջիկների ոճը, ապրելու ձևը, էսթետիկ կադրերը, դրանք անմիջականորեն ազդում են մեր ապրելավոճի վրա, որովհետեւ երբ որ ես հիմա գնում եմ իմ ընկերների հետ որևէ սրճարանում
գինի խմելու, արդեն մենք նույնպես չգիտակցելով դա սկսում ենք բաժակը նկարել այն տարբերակով, որ լինի հնարավորինս էսթետիկ եւ հավաքի շատ լայք։ Այսինքն այսօր ներկայանալի լինելը ինտերնետային հարթակում փոխում է քո կյանքի հանդեպ մոտեցումները։ Նայ, Ֆրոնտ Արցախի դեպքում հասկանալի է, այնտեղ նպատակը ավելի գլոբալ է ու շատ կարևոր է, չէ՞։ Այ, իհարկե, Ֆրոնտ Արցախի մասին չի ասում, մենք էս, հա։ Չէ, ես հասկացա քո միտքը, բայց ուզում եմ զուգահեռներ տանեմ ու հարցս տամ, բայց սուրճը նկարելուց, չէ, լավ կլինի թե վատ կլինի, ես ինքս էլ Instagram ժամանակահատվածներում եմ, որ ակտիվ եմ լինում, անընդհատ post-եր եմ անում։ Լավ, Instagram-ում 10 լայք թե 15 լայք, ի՞նչն է տարբերությունը։ Ես ինքս ունեմ այդ կախվածությունը, հետաքրքիր է քո տեսակետը։ Ինչի շատ լայք։ 10 կամ 15 լայքի տարբերությունը ինձ թվում է ստատուսի ձևավորումն է հասարակության աչքերում։ Հետաքրքիր է։ Մի պահ Հա, որովհետև եթե դու ունես շատ լայքեր, եթե քեզ գրում են, եթե քեզ մեկնաբանում են, եթե դու ներկայանալի ես սոցհարթակներում, ապա դա խոսում է քո ստատուսի մասին։ Ցավոք Հայաստանում այդպես են դիտարկում եւ վստահ եմ մի շարք այլ երկրներում։ Բայց ինձ թվում է այնտեղ միգուցե այլ ֆակտոր էլ կարա լինի, որովհետեւ մի պահ կար ես այդ պրոյեկտը որ ասեցի, այնտեղ գործիքներ էինք կիրառում, ոնց կարելի է շատ մեծ աուդիտորիա թիրախավորել եւ այլն, ու ես իմ անձնական Instagram-յան էջի հետ սկսեցի փորձարկումներ անել, դե խոսում եմ մի դեպքում 10 միլիոնից ավել հետևորդի մասին, մյուս դեպքում շիշքան 700-800 իմ անձնական էջը, 700-800, ոչ թե 700-800,000, այլ հենց 700-800 հետևորդ։ Ու փորձարկումներ արեցի, ինչ որ մի հատ պահ եկավ, որ այդ գործիքներից սկսեցին իմ էջի վրա աշխատել, ու ռիլզեր ունեի, որ 10 քանի հազար, 20,000-ի մոտ արդեն հավաքում էի դիտումներ, 300-400 լայք, դա իմ էջի համար ինչ որ լավ թվեր էին։ Հետո մի հատ պահ եկավ, որ ես հասկացա, որ ես ինձ խափում եմ, իբր փորձարկում եմ գործիքներ տեսնեմ ինչքան կհավաքի, բայց ես վազում եմ լայքերի ու դիտումների հետևից։ Այսինքն ես այդ փորձարկումները մեկը այն գործնական էջով անում էի ու ես ունեի պատասխաններ իմ հարցերի, թվեր ունեի, այսինքն այդտեղ ես ինձ խափում էի ու ինչ որ մի հատ պահի որոշեցի, որ ես ջնջում եմ այդ ռիլզերը, որովհետև այդ կախվածությունը ու այդ ինքնախապեյությունը ինձ դուրս չէր գալիս։ Ջնջելուց հետո, քո ասած ստատուսի մասին եմ ասում, իմ շրջապատից շատ մարդիկ, իմ ընկերներից էլ նաև զարմացած ու անհանգստացած սկսեցին զանգել ու հարցնել ինչ ա եղել, խի ես ջնջում, հո բան չի եղել։ Այսինքն այնքան ենք մենք կարևորում մի բան, որը որ երևի թե կարևոր չի, բայց վստահ եմ, կարևորա թե կարևոր չի։ Արտեմ ջան, հասարակության մի անդամ էլ ես եմ, մի անդամ դու ես, ու երբ որ վարակ ընկնում է հասարակության մեջ, անհնար է այդ ամեն ինչից խուսափել։ Նույն հաջողությամբ, երբ որ ես էլ որևէ լավ բան եմ անում, ես ջղայնանում եմ, երբ որ իմ լավ արած աշխատանքը, օրինակ, շատ լայքեր չի հավաքում, շատ դիտումներ չի հավաքում, որովհետև ես այդ աշխատանքով եմ ուզում ցույց տամ իմ պրոֆեսիոնալիզմը, հա, օրինակ, եթե այսպես դիտարկենք։ Ցավոք սրտի, այո, ես հիմա հասկացել եմ մի բան, որ եթե դու ուզում ես վաճառքներ ապահովել, ուզում ես ներկայանալի լինել, անել կարիերա, ունենալ լավ անձնային աճ, այո, պիտի սոցցանցերում ունենաս բավականին մտածված կոնտենտ, ներկայանալի էջ, եւ երբեմն նաեւ խոսես քո տեսակետների մասին եւ քո ձայնը փորձես ավելի լսելի դարձնել, դա բավականին աշխատում է այս դարում, ու սա ենթագիտակցորեն է աշխատում, մենք իսկապես չենք հասկանում ազդեցությունը, գուցե ինձ ու քեզ շատ տարօրինակ թվա, հա, ինչ որ մի պահից սկսած, բայց դա ենթագիտակցորեն շատ կամած աճում ու զարգանում է բոլորիս մոտ, եւ ես այս process-ներին բավականին նորմալ եմ վերաբերվում։ Օրինակ տեսնելով մի շարք բլոգերների, ովքեր այսօր ապահովում են իսկապես իդեալական արդյունքներ, լավ վաճառքներ, իմ ընկերները ասում են, ման ինչի դու բլոգ չես անում։ Դու երևի ամենահարմար մարդն ես, ով կարա անի բլոգ, production ունես, քո համար մեծ խնդիր չի որևէ բան նկարել, հրապարակել։ Բայց դա ահռելի աշխատանք է։ Դա ահռելի աշխատանք է, դա շատ լավ գիտեմ ու շատ լավ պատկերացնում եմ։ Բայց օրինակ ես ինձ չեմ համարում բլոգեր, բայց ես իմ 1000 քանի 100 էսպայրությամբ հետևորդով կամ հա 5000 հետևորդով Facebook-ում ես բավականին լավ վաճառք եմ ապահովում։ Հիմա այստեղ մի քիչ Այո, հիմա նաև անցնենք այստեղ ոչ հայտնի ինֆլուենսերներին, որովհետև կան ինֆլուենսերներ, ովքեր միլիոնավոր հետևորդներ ունեն, բայց գուցե այդ միլիոնից 300 կամ 400 հազարը բոտեր են, որոնք ուղղակի շատ վատ են աշխատում կամ սպանում են էջերը, մեր լեզվով ասած։ Բայց օրինակ իմ 5000 ընկերների ցուցակում ես
պահում եմ այն մարդկանց, ովքեր իսկապես հետաքրքրվում են իմ անձով կամ իմ արած գործունեությունով, գործարարներ են, ոլորտի մասնագետներ են, մարդիկ են, որոնք հետաքրքիր են ինձ, այսինքն ես էլ իրենց եմ հետևում, իրենց աշխատանքն էլ ինձ է հետաքրքրում, ու այստեղ ստացվում է, որ ես ունեմ 5000 որակյալ հետևորդ, որոնք իմ թիրախային լսարանն են, իմ թարգետն են, որոնց վրա ես կարող եմ վաճառք ապահովել։ Մոտեցումների հարց է, ինձ թվում է ամեն ինչ ասված է, ուղղակի ոնց բացատրեմ, հա, ես կարողանում եմ, նաև պատասխանելով այդ հարցին ասեմ, ես կարողանում եմ անել բլոգ, կարող եմ անել բլոգ, բայց ես չեմ ուզում, որպեսզի իմ կյանքը կախված լինի սոցիալական հարթակներից, որովհետև դա էլ մի նոր բըրնաութի ու նոր մի շարք հոգեբանական ձևակերպումների ու ոնց են ասում, հոգեբանական բլոգ անելը, սոցցանցերից կախված լինելը, բըրնաութի ու նոր հոգեբանական խանգարումների, այսպես ասեմ, խանգարումների շարժառիթ է, որովհետև ամեն առավոտ արթնանալու կարճած լինել տեխնիկայից, դա արդեն իսկ շատ վատ անդրադառնում մեր կյանքի վրա, վստահ եմ դու ինքդ էլ լինելով IT ոլորտի մարդ, ինքդ էլ հասկացած եւ զգացած կլինես, ես չեմ ուզում, որպեսզի իմ կյանքը կարճած լինի սոցցանցերից, չնայած որ անկախ իմ կամքից ես ինչ-որ չափով, հա, օրվա 30, 40, գուցե նաև 50% հարաբերակցությամբ ես անցկացնում եմ սոցցանցերում աշխատանքի բերումով եւ այլն, ես չեմ ուզում, որ իմ կյանքը ել ավելի շատ ներգրաված լինի սոցցանցերում։ Բայց եթե դու բլոգինգ էլ անես, ինձ թվում է քո դեպքում օրը պետք է լինի կակ մինիմում 32 ժամ, որովհետև դրա մասին չխոսեցինք, երաժշտության մեջ հիմա դու ասպերանտ ես, չէ՞, որ գիտական աշխատություն ես գրում երաժշտության, թե դու կարաս ասես ինչի մասին, Front Artsakh, Ketchup Production Blogging 32 ժամը երևի Եվ այնտեղ մի բան էլ կա, դասավանդումը, որը հա իրականում Արտյոմ, ես վստահ եմ, որ ինչ որ մի պահից սկսած ինձ մոտ էլ է այդ բըրնաութը լինելու, ես ինչ որ չափով պատրաստ եմ դրան, բայց ես հիմա հասկանում եմ, որ այս պայծրությամբ ունեմ հնարավորություն, որը պիտի օգտագործեմ։ 21-րդ դարում ունենալ հնարավորություններ եւ չօգտագործել դրանք, դա մեղք է, ուղղակի մեղք, որովհետև այն ինչ որ հիմա ես իմ ժամանակային եւ ու նաեւ, հա, մի քիչ երիտասարդ եմ, ունեմ այս պահին նաեւ իմ ֆիզիկական ռեսուրսները, էներգիաս դեռ կա ու ինձ թույլ է տալիս որևէ շատ բան անել, այստեղ այնտեղ շատ վազել, անիմաստ է չանել։ Այս պայծրությամբ ես աշխատում եմ 3 տարբեր աշխատավայրերում, ստացվում է զբաղվում եմ ամբողջությամբ բիզնեսով եւ դա էլ հիմնական աշխատանք է, որովհետեւ ահռելի գործ եմ անում այնտեղ Front Artsakh-ում եմ օրվա մեծ մասը լինում, պրոյեկտի շրջանակում եմ աշխատում full time եւ նաեւ շաբաթվա մեջ 2 օր դասավանդում եմ Swagart ստուդիոյում, այդպես է կոչվում, որտեղ փորձում եմ իմ գիտական աշխատանքի արդյունքում կուտակած գիտելիքները օգտագործել նաև դասավանդման մեջ եւ ինչու ոչ նաև չհեռանալ երաժշտությունից, որովհետեւ ինչքան էլ որ գիտակցում եմ, որ այս պահին իմ կյանքը ավելի մեդիա ուղղվածության մեջ է, ես սիրում եմ երաժշտությունը, ես ինձ տեսնում եմ արվեստում ու համարում եմ արվեստի մարդ եւ չեմ ուզում, որպեսզի արվեստի իմ կյանքից գնամ, որովհետեւ դա իմ հոգին մի քիչ այլ տեսանկյունից է լցնում ու չեմ ուզում այդ բացը ունենալ։ Որ պատմես մտքից մեջ մի հատ միտք է, գլխից մեջ մի հատ միտք է պատտվում, որ ինչքան եմ ես շնորհակալ, որ ես զբաղվածության մեջ դու ես 2 ժամը տրամադրել ես այս մեր զրույցին։ Վայ, ես եմ շնորհակալ, որ հրավիրել ես, որովհետև ասեմ, այ հիմա սոցիալական հարթակներին էլի անդրադառնալով եկել եմ այն եզրակացության, որ գուցե դու զբաղվես 10,000 գործով, բայց եթե դու դրա մասին չես խոսում, դա մնում է ստվերում եւ ինչ որ չափով նաեւ պետքա բարձրաձայնել, լուսաբանել, որպեսզի մարդիկ իմանան ու գուցե իմ օրինակին հետևելով, իմ օրինակը տեսնելով մարդկանց մոտ էլ մի բան փոխվի, եթե մեր զրույցից հետո որևէ մեկի կյանքում 20% փոփոխություն լինի, ապա ես մեր այսօրվա զրույցը կհամարեմ, որ իր արդյունքը գրանցել է ու դա երևի կլինի ամենամեծ երջանկությունը։ Ես որ ես խոսալու բանկա ոդքասթները որոշեցի սկսեմ, իմ մոտ էլ այդ միտքը կար, որ եթե մեկը նայի ու ինչ որ մի բան քաղի կամ ինչ որ ձև ազդեցություն ունենա, ուրեմն խոսալու բանկա ոդքասթը իր նպատակին հասել է ու հենց առաջի էպիզոդը եղավ IT մասին էր, որակի ապահովման, շատ հետաքրքիր էր արձագանքները, այնպես ստացվեց, որ դիտողներից մեկը նաև մասնակցեց
մեր հյուրի դասընթացներին, ստացավ միջազգային որակավորում այդ ոլորտում ու ես շատ լավ էի զգում, որ այդ հենց մի հոգին ինչ որ ձևով դրական ազդեցություն ունեցավ էլի այդ մեր ոդկասթի իր վրա ու վստահ եմ, որ քո օրինակը, ինչի զրուցեցինք այդ անցման մասին, որովհետև իմ շրջապատում էլ կան շատ մարդիկ, որ այդ անցումը շատ դժվար է տրվում։ Այսինքն ստաբիլությունից անցում դեպի բիզնես, դեպի անորոշություն, ուր կգնա, ոնց կստացվի, այնպես որ վստահ եմ, որ քո օրինակը հաստատ ինչ որ ազդեցություն ու դրական փոփոխություններ կմտցնի մեր դիտողների կյանքում։ Բայց արի մի հատ ես դեպք կարդամ, հենց Cambridge Analytica-ի սկանդալի մասին, դրա մասին մենք զրուցել ենք, որը որ հենց ռոպագանդայի ու մեդիայի հոգեբանության մասին շատ ինֆորմացիա է տալիս, այդ հոդվածը հանել եմ, թարգմանել եմ Google Translate-ով։ Հիմա կարդամ, շատ հետաքրքիր դեպք է, վստահ եմ շատերը գիտեն, բայց մի անգամ էլ բարձրաձայնելը ու քո կարծիքը լսելը շատ հետաքրքիր կլինի։ Ուրեմն 2010 թվականին Facebook-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները հավաքագրվել են առանց նրանց համաձայնության բրիտանական Cambridge Analytica խորհրդատվական ընկերության կողմից, հիմնականում քաղաքական գովազդի համար։ Տվյալները հավաքագրվել են This is your digital life կոչվող հավելվածի միջոցով, որը մշակվել է Ալեքսանդր Կոգանի եւ նրա Global Science Research ընկերության կողմից 2013 թվականին։ Հավելվածը բաղկացած էր մի շարք հարցերից օգտատերերի վրա հոգեբանական պրոֆիլներ ստեղծելու համար եւ հավաքում էր օգտատերերի Facebook-յան ընկերների անձնական տվյալները։ Հավելվածը հավաքել է մինչև 87 միլիոն Facebook պրոֆիլների տվյալներ։ Cambridge Analytica-ն օգտագործել է տվյալներն, այս ամենահետաքրքիր մասն է, որը որ այն սկանդալ առաջացրեց, օգտագործել է տվյալներն 2016 թվականին Թեդ Քրուզի եւ Դոնալդ Թրամփի նախագահական արշավներին վերլուծական օգնություն տրամադրելու համար։ Cambridge Analytica-ն նույնպես լայնորեն մեղադրվում էր Brexit-ի հանրակրվեին միջամտելու մեջ, չնայած պաշտոնական հետաքննությունը ճանաչեց, որ ընկերությունը ներգրավված չէր եւ որ չակերտների մեջ ոչ մի էական խախտում տեղի չի ունեցել։ Տվյալների չարաշահման մասին տեղեկատվությունը բացահայտվել է 2018 թվականին Cambridge Analytica-ի նախկին աշխատակից Քրիստոֆեր Ուայլի կողմից The New York Times-ին տված հարցազրույցում։ Ի պատասխան Facebook-ը ներողություն խնդրեց տվյալների հավաքագրման մեջ իրենց դերի համար եւ նրանց գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ցուցմունք տվեց կոնգրեսի առջև։ Դե իհարկե հետո Facebook-ը շտրաֆ է վճարում, հետո Cambridge Analytica-ն ճանաչվում է սնանկ։ Հիմա ինչն է հետաքրքիր, փաստորեն պարզվում է, որ կուլիսների այն կողմում կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք կարող են այդքան տվյալներ գողանան հավելվածների միջոցով ազդեն ընտրողների հոգեբանության վրա ու ուղղորդեն ընտրությունները։ Չեմ ուզում քաղաքական ենթատեքստ ստանա, բայց որպես մեդիա դաշտի դու մասնագետ ու գուրու, կուզեմ մի թեթև քո տեսակետը դրա մասին ասես, որովհետև այս սկանդալը, կուզեմ նաև այդ լրացում անեմ, այս սկանդալը ուղիղ ազդեց մեր այն պրոյեկտի վրա, որի մասին խոսում էի, որովհետև այդ սկանդալից հետո Facebook-ի տվյալների հասանելիությունը խիստ սահմանափակվեց ու շատ բիզնեսներ, ովքեր օգտագործում էին այդ տվյալները, Facebook-ի մարքեթինգային նպատակով կամ այլ նպատակներով միանգամից շատ լուրջ խնդրի առաջ կանգնեցին։ Այս դեպքի մասին իհարկե ես լսել էի էլի։ Այո, Արտем, ցավոք սրտի այսօր քաղաքական ենթատեքստ ունի ցանկացած ոլորտ, անգամ ռեստորանային բիզնեսում կարելի է քաղաքական ենթատեքստ գտնել։ Ու այո, մի շարք գործիքներ օգտագործվում են քաղաքական նկատառումներից ելնելով։ Ես ամբողջությամբ համաձայն եմ ու ցավոք սրտի այսօր շատ վախեցնող արագությամբ ինովացիոն տեխնոլոգիաները զարգանում են, ստեղծվում են մի շարք բոտեր, հավելվածներ, որոնք ամբողջապես տիրապետում են մեր անձնային ինֆորմացիային, այսինքն հստակ բոտը կամ չգիտեմ, հավելվածը կամ տեխնոլոգիան կարող է հասկանալ եւ հաշվարկել արհեստական բանականությամբ, թե ես ինչ նախասիրություններ ունեմ, ինչ ճաշակ ունեմ, ինչպիսի ուտեստներ եմ շատ սիրում եւ հնարավոր ձևով կարող է վաճառք ապահովել։ Հիմա ամենատարածված օրինակը Facebook-յան գովազդներն են, երբ որ մենք հեռախոսի առկայությամբ որևէ մի թեմայի մասին ենք խոսում ու սկսում է, չէ, տվյալ գովազդները բերել, նույն տրամաբանությամբ քաղաքական պատեքստ ունեցող ցանկացած իրադարձություն մենք գուցե չենք նկատում, բայց դրանք կան մեր կյանքում։
ընթացքում։ Շատ ծանոթ օրինակ կարող է լինել, վստահ եմ մեզ հետևող մարդիկ դա նկատած կլինեն, երբեմն մենք տեսնում ենք եւ օգտագործում ենք հեշթեգեր, որոնց ծագումնաբանությունը մենք բացարձակ չգիտենք, բայց գուցե այդ հեշթեգը անմիջականորեն կապ ունի որևէ քաղաքական ուղղվածության հետ։ Չգիտեմ, դա կարող է լինել հայրենասիրական թեմայով, կարող է լինել սոցիալական թեմայով, հումանիտար թեմայով, բայց նման փոքրիկ ազդեցությունները, երբ որ համակարգում ենք մի ամբողջ հարթակում, տեսնում ենք, որ այսպես փոքրիկ գործիքներ կիրառելով ամբողջությամբ կարողանում են մարդկանց ղեկավարել պետական մակարդակով եւ ինչու ոչ, նաեւ դրդել մարդկանց գնալ ընտրությունների եւ օրինակ ընտրել ցանկալի տեխնոծուի օգտին։ Շատ շնորհակալ եմ Մանե ջան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Կուզեմ զրույցը ամփոփենք մեդիա ոլորտում անվտանգության թեմայով։ Ինչ խորհուրդ կտաս մեզ դիտողներին։ Մեդիա անվտանգությունը ու մեդիա գրագիտությունը այս պահին երևի ամենապետքական ինֆորմացիան է եւ գիտելիքն է, որը պիտի ցանկացած մարդ ինչ որ չափով տիրապետի։ Առհասարակ խորհուրդ կտամ մարդկանց, որպեսզի շատ ավելի ուշադիր լինեն իրենց անձնային ինֆորմացիան օգտագործելիս, Facebook-յան բոլոր հնարավոր վիրուսներում եւ տարածված լինկերում չթողնեն իրենց էջերի գաղտնաբառերը, օրինակ, որևէ նյութ կամ լրատվական կայքից որևէ նյութ կարդալիս, ուշադիր հետևեն, թե ինչ լրատվական կայքից են այդ նյութը կարդում, որտեղից է սկզբն աղբյուրը, հստակ ինֆորմացիան ուսումնասիրեն, նոր փորձեն հետևություններ անել, լինեն ավելի ուշիմ եւ չտրվեն բոլոր հոսանքներին, որովհետեւ շատ դժվար է։ Մենք ինքներս էլ չենք հասկանում, բայց այսօր որևէ ինտերնետային եւ մեդիա հոսանքին հակված լինելը այդքան էլ բարդ բան չէ, ցավոք սրտի շատ հեշտությամբ կլանում է բոլորիս։ Ուղղակի կասեմ, որ մի քիչ ավելի ուշադիր է պետք լինել եւ որևէ հարցի, որևէ տեսակետի մասին հստակ կարծիք կազմելուց առաջ ուղղակի ավելի ուշադրությամբ հետևեն ցանկացած հարցի երկու կողմերը։ Չէ՞ որ ասում են, չէ, կոպեկը երկու կողմ ունի, այսինքն մի կարծիքի մեջ համոզվելուց առաջ մի հատ մյուս հակառակ կարծիքը կարդան, տեսնեն։ Օրինակ նույն բանը հիմա ես անում եմ Արցախյան պրոյեկտի շրջանակում, օրինակ իմ ամենօրյա աշխատանքի մի մասն է նաև շատ լավ ճանաչել մեր թշնամիներին, կարդալ ադրբեջանական մամուլ, տիրապետել ինֆորմացիային իրենց տեսանկյունից, որովհետև երբ դու ճանաչում ես թշնամուդ, դու շատ լավ հասկանում ես, թե ինչ գործիքներ եւս կարող ես կիրառել քո աշխատանքում, նույնը ցանկացած ինֆորմացիայի մեջ է։ Որևէ բան հստակ կարդալուց, հասկանալուց առաջ պարտադիր պիտի մի հատ հակառակ կողմնել նայել եւ կարծում եմ դա ինչ որ հարցերից մեզ կապահովագրի։ Հումորով պատասխանեմ քո ասածին, մի հատ ռիլս տեսա Instagram-ում, ասում է հաջորդ անգամ երբ որ գնամ ժամադրության աղջկա հետ, անպայման իր նախկին ընկերոջն է պետքա կանչեն, որ պատմության երկու կողմն է լսեն։ Ցավոք սրտի, բայց նման իրականություն կա, դե ինչ արեց, ախր այս դարում ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, որովհետև այնպիսի process-ներ են տեղի ունենում, անգամ մեր փոքրիկ Երևանում, այնպիսի process-ներ են տեղի ունենում, որոնց մասին մենք անգամ չենք լսել, գաղափարել չունենք, ու անգամ իմանալու դեպքում շոկ ենք ապրում, բայց հա 21-րդ դարում որևէ բան կանխատեսելը շատ է դժվարացել, դրա համար երբեմն ինձ որ հարցնում են մանա, այս կամ այն հարցի շուրջ ինչ կարծիք ունես, ես ասում եմ այլևս կարծիք չունեմ, որովհետև հետևություններ անել չեմ կարող, ինֆորմացիային ամբողջությամբ տիրապետել չեմ կարող եւ չեմ կարող հույսս դնել բացառապես ինֆորմացիայի իմ իմացած հատվածի վրա, որովհետև ավելի կարեւոր է այն, ինչ որ մենք չգիտենք, քան այն, ինչին որ մենք տիրապետում ենք։ Բայց Արտեմ ջան, ուզում եմ հաղորդման ավարտին նաեւ ասել, որ ես չէի կարող դատարկաձեռն գալ եւ ես քեզ համար պատրաստել եմ մեր քեչափի նվերքարդ, ֆոտոշոուտի նվերքարդ եւ մենք մեր թիմով քեզ կսպասենք մեզ մոտ, որպեսզի գաս ու հետաքրքիր լուսանկարներ ունենաս։ Շատ շնորհակալ եմ, անպայման կգամ, իհարկե շնորհակալություն քեչափին, որովհետեւ հենց հիմա քեչափն է կազմակերպել նկարանունները, ես էլ դատարկաձեռն չեմ, քանի որ նկարանունները տեղ են ունենում ոսկե վազում, ստեղից մի հատ կոլեկցիոն հայերեն, կոլեկցիոն գինի, ես գիտեմ որ դու սպիտակ գինի ես սիրում, կուզեմ որ ինչ որ առիթով անպայման փորձես։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ լավ զրույցի համար, ես դնեմ այստեղ, շնորհակալ եմ այս զրույցի համար ու նաև
Շատ ուրախ եմ, որ ինչ որ չափով փորձում ես ռելոկացիա լինել Հայաստանում, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր լավ գործունեություն են ծավալում դրսում, գուցե կարիերայի տեսանկյունից դա շատ լավ է, բայց ես մեկա եկել եմ եզրակացության, որ դու կարող ես ունենալ մեծ հաջողություններ քո ոլորտում Եվրոպայում ապրելով, բայց քո հաջողությունը շատ քիչ արժեք ունի, եթե դա չի օգտագործվում իշահ քո երկրի եւ քո պետության, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես, ուրախ եմ, որ ոդկասթների շարքը շարունակում ես այստեղ Հայաստանում։ Գաղափարապես շատ մոտ եմ քո ոդկասթներին եւ սիրով հետեւում եմ, ու նաեւ ուզում եմ, որ մեր հետևորդներն իմանան, որ այս ոդկասթն ա եղել են շարժառիթը ու պատճառը, որ մենք ծանոթացել ենք Ջոնի ու տրանսցենդենտալ մեդիտացիայի ոդկասթի շրջանակում, այնպես որ երբեք չգիտես, թե այս ոդկասթը ու այս պրոյեկտը քեզ դեպի ուր կտանի, այնպես որ շարունակիր նույն ոգով եւ մենք էլ սիրով կհետևենք։ Ես էլ եմ շատ շնորհակալ Մանե ջան, նախ որ ժամանակ գտար, հյուրընկալվեցի, երկրորդ որ շատ կարևոր գործ ես անում, Ketchup Production-ով, թե Front Արցախի թիմի անդամ լինելով ու քեզ ճանաչելով վստահ եմ, որ շատ կարևոր ու լավ գործեր ես անելու մեր հայրենիքի համար։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։